Հարգելի հայրենակիցներ, ակնս որ մեր թեման ինչպես միշտ հայկական դպրոցների վիճակը Աբխազիայի Հանրապետությունում է։ Նախ անցյալ թեմայում մենք քննարկեցինք թե ինչ պատճառների հետևանքով հայ ծնողը ուր աշակերտը գրկյակը ոչ թե հայկական դպրոց, այլ ռուսական դպրոց։ Աստակ որ այդ ծնողին կերակրին ռուսական դպրոց ավարտող ուրինց երեխաnen ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերին եւ ոներ Ռուսաստանի շատ քաղաքնում գայնում ընդունվել բարձրագույն ուսումնարան են իս հայկական բաժնորդական մեկ գայնագեշտալ Հայաստան իսկ մենք գիտենք որ Հայաստանը ջոմպն փագը բիդասիմ հարգելի ծնողները որտունք այս հարցում չլաչար սխալվեք մենք գայնան կոպերել հարյուրավոր օրինակներ որտեղ հայ աշակերտ ավարտելով հայկական դպրոց Աբխազիայում ընդունված Ռուսաստանի ինստիտուտներ եւ բուհերը համասարաններ եւ ձեռք բերած են մեծ գիտելիքներ։ Իսկ ակնսվում մի թեման է մենք ինչ գայնոնք անել այդ ծնողուն, որպեսզի գայնոնք անեց հասկանցնել, համոզել, բացատրել։ Այդ նշումար մեզ պիտի խումբը, որի մեջ պիտի մտնում այդ քաղաքի գեղի շրջանի համայնքի նախական, այդ դպրոցն սորվող լավ աշակերտը, դպրոցը ավարտող բարձրագույն ուսումնող երիտասարդը, դպրոցի աշխատավորը ուսուցիչը, երգու հայրական պատրաստի մասնակից զինվորնի, հայի, գյուղի ադմինիստրացիայի աշխատավորը, մեծահասակ մարդը եւ գյուղի Միգել Աղաջադեմ մարդկանց հետ խումբը ստեղծելուց հետո պիտի իմանանք թե ստուգինգն ցուցակը քանի աշակերտ աստարի 2026 թվականին պիտի հաջողեն առաջին դասարան։ Այդեր բարձրելուց հետո մենք հատ MN1-ին դունը պիտի էշտոնք միսավիր եւ բացատրենք, համոզենք, հնոր դրությունը իսմունը, եթե դուն քո աշակերտը քո երեխա դոնես ռուսական դպրոց, հայկական դպրոցն դարես դարի բաքսինգը, որտեղ ունես դասարանում ես աշակերտները քանակը քեչնուշի պատճառով դպրոցն փակվինգը։ Պիտի ծնողին հասկանցնին որ դուն բարեկամս, հայ մարդես, քունեսդ պիտի հավասարությունը լի քո ազգի նկատմամբ եւ քո աշակերտը երեխա գրգիս ոչ թե ռուսական դպրոց գիտելիքներ ստանալու համար, այլ պիտի գրգիս հայկական դպրոց, որպեսզի ընդհանրակվի հայկական հոգով, հայկական պատմությունն ու մշակույթը գիտնա։ Խմբի 6-7 հոգիներ MN1-ը ուր վարի պիտի խոսա, հասկանցնենք այստեղ դիալոգը պիտի բացատրուշով, համոզուշով, որովհետև մենակ մենք այդ միջոցով մենք այդպես կանոնք համոզել եւ ճիշտ ուղու վրա տանել։ Գլխավորը մենք նո հասկանալու որ հարգելիս տուն ինքդ հայիս, տուն հայերով դուն բարձկիս քո երեխա դոնուշ հայկական դպրոց, որտեղ մենք նույնպես ուժաստակ հայկական դպրոցի ծրագիրը նույնն ռուսական նույնն է ինչ ռուսական դպրոցներով այստեղ առավելությունը ինչպես ուժի երկու անգամ նշեցի հայկական դպրոցն է ոչ թե ռուսական դպրոցն է պիտի ծնողը հասկանա ու սխալը որտեղ հակառակ դեպքում ականաստակ որ մի դպրոցին գանոնգու փակվի եթե մի դպրոցին փակվին մի կերնա դարգվինգու ուրեմն մենք քոնեմ 10 տարի հետո համշերեն հայոց լեզուն մորնոնկու եւ գոմած ծուլվինկու հիմիսերեք Ռուսաստան կնցեք Ռուսաստան ոյդեղ կուզեք դներոն օջախնուն տուսը փոսեն ալլայ իրարետ խոսինգու ռուսերեն մենակ Աբխազիայի հատուկեն դեվան լսեսկու համշնական հայերեն խոսածություն ամենտեղ ուժը աս բարակված ենք մենք մորցած ենք որ մենք հայինք եկեք մենք մեզ որպես հայ հազանենք հարգինք ու պաշտենք մենք այս ակնսվոն օրի համար մենք շատ զոնդր գորուսնյոն նծանենք միր մոմենը բաբերը
մեր հավատքը, մի լեզուն, մի տրոսնին պահպանու շմար, միլիոն ու ես ունին զոհաբերած ունեն, որպեսզի մենք կարողանանք ականց պաշտպանել մեր մշակույթը, մեր հավատքը, մեր ինքնությունը, հարգելի ծնողներ, ես ձեզ խնդրեմ հոգնուտ նեսը զգացեք, որ դուք հայ եք եւ դուք պարտք եք մեր ազգին, քանի որ մեր բաբերը պարտք են մեր համար, մեկ էլ պարտք են մեր հետնորդին համար, որպեսզի մեր հայկական լեզուն, հավատքը, մշակույթը պահպանենք ու փոխանցենք մեր երիտասարդությանը։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ լսեցիք մեզ։